Անանք ապահովել այդ միասնականությունը, հարցը ինքնին կլուծվի։ Խնդրեմ։ Դուք ասացիք impeachment եւ փողոցային պայքար Հայաստանում դա արտադիր պայման է, հա։ Տեսեք, փողոցային պայքար մենք գիտենք իշխանությունները ուսեն արձագանքելու տեսել եք արդեն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է, քան մի տարի առաջ, ես նկատում եմ Պարսկաստանի այս պատերազմի հետ կապված եւ ռիսկերը, որոնք առաջանում են նաեւ Հայաստանի համար։ Որքանով է ճիշտ այս պահին եւ ինչ ռիսկեր կլինեն, եթե փողոցային պայքար, այսպես ներսում Հայաստանի ամբողջը սկսի իրանալ, դուք ո՞նց եք պատկերացնում այդ իրավիճակը։ Տեսեք, ես այստեղ ունեմ երկու տարբերակ դες պատասխանել։ Կա քաղաքական գործի գայթակղություն, օգտագործել Փաշինյանի ու իր թիմակիցների խոսքը իրենց դեմ ու ասել, բա առավոտից իրիկուն ասում եք ամեն ինչ հայ հանգիստ է, լավ ենք անում, կարկանդակ ենք ուտում եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես այդ տարբերակով եկեք չգնամ։ Նախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իմ համեստ կարծիքով երբևէ չի եղել դեպք, որ ընդդիմությունը լինի ավելի պետականամետ, ավելի պետական մտածողությամբ, քան իշխանությունը։ Հիմա մենք այդ իրավիճակում ենք ապրում։ Իշխանություն կոչեցյալը, կառավարիչները պատրաստ են քաղաքական դիվիդենդի համար կասկածի եւ վտանգի տակ դնել պետության կամ պետականության ցանկացած դրսևորում։ Վստահեցնում եմ ձեզ, որ այսօրվա անդիմության հիմնական դերակատարները երբեք այդ ուղով չեն գնա։ 1. Երկրորդ, իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության գոյության եւ ապագայի համար ամենա հնարավոր մեծ ռիսկը այս իշխանությունների պաշտպանավարել շարունակելն է, որովհետեւ եթե արտաքին ռիսկերի պարագայում մենք խոսում ենք հավանականության, այս կամ այն գործողության, որը կարող է սկսվել կամ չսկսվել մասին, այս պարագայում մենք խոսում ենք ամեն օր իրականացվող, ամեն օր վտանգի տակ մեր պետականությունը դնող գործողությունների մասին։ Սկսած դպրոցական դասագրքերից, վերջացած եկեղեցու դեմ պայքարով, շարունակած այլախոհների դեմ պայքարով ու այսպես երկար կարող եմ թվարկել։ Ուստի ես համարում եմ, որ ամենամեծ ռիսկը իրանց կառավարելու շարունակությունն է եւ դրա համեմատ ձեր նշած ռիսկերը, որոնք անհրաժեշտ է պարտադիր հաշվի առնել, կարծում եմ պարզ համադելման պարագայում կշեռքի նժարը ընկնում է պայքարելու կողմը։ Սիրով։ Փաշինյանը ապրիորի ամեն ինչ կանի, բոլոր լծակները օգտագործել եւ հասցնել։ Նորից ես չեմ անելու կանխատեսումներ ընտրությունների հետ կապված, բայց եկեք մի փոքր համեմատական տանենք։ Եթե հանկարծ Աստված մի արասցե իմպիչմենտի գործընթացը ինչ-ինչ պատճառներով չհասավեն նպատակին, որը մենք բոլորս տեսնում ենք, այն է իշխանափոխություն։ Ձեր կարծիքով Փաշինյանը որ պարագայում ավելի լկտի, ավելի խայտարակ կեղծիքներ եւ ճնշումներ իրականացնի։ Հանգիստ, հանդարտ պարագայում, երբ ընթանում է սովորական քարոզարշավ, թե այն պարագայում, երբ ինքը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատրաստ են, այդ թվում նաեւ փողոցում, խաղաղ անհնազանդությունների, օրենքով չարգելված միջոցների եւ հավաքների միջոցով տեր կանգնել իրենց իրավունքներին։ Ես կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է։ Ուստի եւս մեկ անգամ ընդգծեմ, իմպիչմենտի գործընթացը եւ ընտրությունների գործընթացը իրար հետ ոչ իրավական տեսանկյունից հակասություն ունեն։ Չկա որևէ սահմանափակում իմպիչմենտի իրականացման համար կապված ընտրությունների օրվա հետ։ Այս առաջին։ Քաղաքական տեսանկյունից առավել եւս չունեն։ Այս գործընթացը ուղղված չէ ոչ որևէ անձի դեմ բացի Նիկոլ Փաշինյանից, ոչ էլ որևէ սահմանադրական process-ի դեմ, որովհետև սահմանադրության մեջ դրված երկու process-ները, իմպիչմենտը եւ հերթական ընտրությունը, չեն կարող իրար հակասել։ Իմպիչմենտի գործընթացը ընտրություններին հակասող չի, իսկ իմ նշած սցենարի պարագայում կարծում եմ նաեւ զգալիորեն ավելի ուժեղացնող եւ ընտրությունների ժամանակ կեղծիքները ինչ որ չափով զսպող մեխանիզմ։ Սա է մեր ընկալումը։ Խնդրեմ